Մեր նշպանցքը սարքել են ու մենք շելի շատ գոհ ենք։ Հիմի վեճում բրի նշպանցները վեճանա նոր փողոցը։ Կարեն Դեմիրճյան փողոցն է, շատերին ծանոթ նախկին Քութայիսյանը։ Փողոցի 500 մետր երկարության հատվածն է նորոգվում։ Երկրորդային համարվող այս հատվածի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրը 2 տարի առաջ է գրվել ու հաստատվել, բայց նորոգումների փուլին նոր են հասել։ 70 տարվա ասֆալտից այս փողոցում բան չէր մնացել, ընդամենը հողային գրունտ։ Հիմնականում սեփական տներով շրջապատված թաղամասի բնակիչները վաղուց հաշտվել էին այն մտքի հետ, որ հարթ, ուղիղ ասֆալտով փողոցներ լինում են միայն քաղաքի կենտրոնում։ Հենց որ հարսանիք էր լինում կամ հերի տնից տեղից մահ էր լինում, նոր բերում էին տրակտորով, թե բնակիչները ասենք ու մներ, մի հատ շիբին էին լցնում այդ աշխատանքը, որպեսզի փոսեր չլներ։ 60 տարի այդ ավտոյում շոֆեր եմ աշխատել, պոլիգոնները ստեմ էլի գարաժ, գնաց եկել եմ քանդած։ Ջրատար չկար, ոչինչ չկար, լցվում էր մուտքերը, ջուրը։ Ասֆալտ էր, բայց Չէ, այսպես հողախառը, այդպեսի մի հատ բան։ Փողոցի կես կիլոմետր երկարության հատվածում շինարաններն արագ գործ են անում։ Գրունտային շերտը հեռացրել են, հարթեցրել են, զուգահեռ նաև ներքին կոմունիկացիաներն են փոխում։ Երկրորդային գրեթե բոլոր փողոցներում խնդիրները նույնն են։ Կոյուղին հին է, անձրևաջրատարները քայքայված են, հետն է լուսավորության ցանցի հարցն են լուծելու։ Փողոցով երթևեկության սահմանափակումներ են։ Աբեզնով շրջանցում ենք, որ չենք կարող մտնենք փողոց։ Դեմը սեպտեմբերը երեխաները մակուր, կոգիկ, ագուրատնիկը գնան։ Հիմնականում խնդիրները կոյուղագծի խցանումներն են, ջրագծերը մեկ-մեկ վթարալնում է ենք սարքում, ջրագծերը փոխված են։ Մեկ է փակված փականներ ունենք ջրագծի վրա 9 տեղ, դրանք պիտի փոխարինենք։ Նույն շինընկերությունը նորոգումներ է անում Հարակից Այվազովսկի փողոցում, էլի 2024 թվականից մնացած սուբվենցիոն ծրագրից է։ Ընդամենը 250 մետր երկարության հատվածն է ենթակա հիմնանորոգման։ Կոյուղատար ցանցը փոխել են, փողոցաշինական գործի հիմնական մասը եւս արված է։ Այստեղ հեշտ ասֆալտապատման ավելի շուտ կհասնի, քան 500 մետր երկարության Դեմիրճյան փողոցում։ 2 տարի հետաձգված շինարարությունը 1 ամիս առաջ սկսվել է նաև Խանդիլյան փողոցում, ավարտելու են սեպտեմբերի վերջին։ Բարդ աշխատանքների փուլը նորից կոյուղատար ցանցի, նոր դիտահորերի կառուցմանն են բաժին հասել։ Շինարարը դժգոհում է 500 մետրից ավելի փողոցի որևէ հատվածում գործանելիս գետնի տակ լուրջ խնդիրներ են բացվում։ Խողովակներն այնքան են քայքայված ու խցանված, որ տեխնիկա չկպած կոտրվում են։ Այստեղից ընդհանրավ կոյուղին հագարակն էր, դե իմ վերջի տունը անչափ ուրախացել էր, որ սկսել են Вообще կոյուղին թարս եղել ստեղ էլի հագարակն եղել։ Կոյուղին սարքեցին իբր ընդհակառակը այս ջուրը այն կողմ գնալու տեղը հագարակ կար։ Չէր էր տա։ Կեղդերը չէր էր տա։ Կանալիզացիան տապես չի աշխատել։ Խնդիրները շատ եղել, միայն կոյուղին չէ, էլեկտրականությունը, կոմունիկացիաները, կաբելը, բանի, ինտերնետ։ Հիմա բոլոր ամեն ինչ հիմնավոր կառուցվում է։ Կոյուղին շատ դժվարությամբ, որտեղ շատ խորն է։ Նու հիմա երևի 3-4 օրից վերջացնենք կոյուղի հասնենք տեղ ու սկսենք մյուս աշխատանքներն արդեն։ Բանը խցանված է միշտ, вообще չօգտագործվեց այժմ։ Ներքին կոմունիկացիաները նորացրել վերջացրել են Շահինյան փողոցում։ Կոյուղատարները փոխված են, փողոցային լուսավորության ցանցն անցկացրած։ Մայթերին արդեն ասֆալտ կա, մի քանի օրից կանցնեն փողոցի ասֆալտապատմանը։ Նախապատրաստվում ենք խրջային հիմքի պատրաստում C5, որից հետո մանրադիկ ասֆալտ բետոնի շերտի տեղադրում է լինելու, դե այստեղ կատարվել է մայթերի ասֆալտապատում, լուկերի սալիկների, վերին սալիկների վերին շերտի պատրաստում, որ ըստ բարայքի ոսկորտված է։ Ասֆալտապատման որակի ու դիմացկունության երաշխիքային ժամկետը 3 տարի է, այդ ընթացքում առաջ եկած թերությունների պատասխանատուն շինընկերությունն է լինելու, կրկնակի աշխատանք կատարելու դեպքում ծախսերն իրենք են անելու։ Շահագործման 3 տարի երաշխիքով հանձնվող փողոցները 24 թվի սուբվենցիաներն են, եւս 18-ն էլ 2025 թվականի ծրագրով են անավարտ մնացել։ Իսկ 2026-ի սուբվենցիոն ծրագիր կա հաստատված 21 փողոցների համար։ Շինարարություն սկսելու ժամկետներ չունեն, քանի որ շինընկերությունների մրցույթներն ավարտված չեն։ 21 փողոցներն ընտրել են խիտ բնակեցված թաղամասերից, որոնք նաև կարևոր հանգույցներ են կապող կենտրոնական փողոցներին։
միջնաժամկետ զարգացման ծրագրով նշված է, որ առաջնահերթությունը տրվելու է դեպի ենթակառուցվածքներ տանող փողոցներին, այսինքն դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց եւ այլն տարածքներ առաջնահերթ։ Երկրորդ գլխավոր փողոցները կապող հատվածները, որպեսզի այնտեղից ցեխը կամ թոզը կամ փոշին դուրս չբերվի առաջնային փողոցներ։ 2024-2025 թվականների ավարտվող եւ 2026-ի փողոցաշինությունը դեռ չսկսած արդեն 2027 թվականի սուբվենցիոն փաթեթն է քննարկման օրակարգում։ Այս մեկում 48 փողոց եւ 1 հրապարակ է լինելու, պահանջվող կամ նախատեսվող գումարի չափն էլ 8 միլիարդ դրամ է։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։